Ուժեղ Հայաստան դաշինքը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է հետագա իրավական քայլերի, հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա պնդել է, որ ընտրությունները եղել են կեղծված եւ անցել են ճնշումների մթնոլորտում։ Կարապետյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հանրային դաշտում ընտրությունների արդյունքները կարծես ընդունված են, իրենք դեռևս ակնկալում են հանրային արձագանք։ Ըստ նրա, գործընթացը դեռ սկզբնական փուլում է եւ ժողովուրդը ժամանակի ընթացքում ավելի հստակ կգնահատի կատարվածը։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 770 մարդ ձերբակալվել են։ Սամվել Կարապետյանի պնդմամբ իրենք ունեն երկու հիմնական պահանջ՝ չեղարկել ընտրությունների արդյունքները եւ նշանակել երկրորդ փուլ։ Նա վստահ է, որ գործող իշխանությունը լեգիտիմ չէ եւ հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին օրինական ճանապարհով հեռացնելը։ Դիմել ենք, հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Անդրադառնալով փողոցային պայքարի հեռանկարներին, Կարապետյանը նշել է, որ դաշինքը չի բացառում գործողությունների տարբեր սցենարներ, կախված իրավիճակի զարգացումներից։ Ըստ նրա, եթե հնարավոր չլինի հարցերը լուծել խորհրդարանական կամ իրավական ճանապարհով, ապա փողոցային պայքարը դառնալու է այլընտրանքային գործիք իշխանությանը հեռացնելու համար։